Դիլիջանի գեղատեսիլ բնության գրկում Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի խոհանոցի հարակից տարածքում իսկական եռուզեռ է։ Այստեղ են բանակին սնունդ մատակարարող 4 ընկերությունների ղեկավարներն իրենց խոհարարների հետ։ Զինված ուժերում թիկունքի օրվան ընթരാճ րոպեներ անց այստեղ մեկնարկելու է մրցույթ։ Պարենային ծառայության պետ գնդապետ Կարեն Բունյաթյանն է խոհարարներին բացատրում կանոններն ու ազդարարում մրցույթի մեկնարկը։ Սահմանվել է 3 փուլ, առաջի փուլը նախապատրաստական աշխատանքներ եւ մրցույթի նախապատրաստում, որին ժամանակ յուրաքանչյուր ընկերություն իր մեջ հաղթողին ներառել է երկրորդ փուլի, երկրորդ փուլում իրականացվել են հստակ ճաշացանկի պատրաստում, որի ժամանակ տրվել է 4 ժամ ժամանակ յուրաքանչյուր ընկերությանը հավասար պայմաններ։ Այս փուլի ընթացքում մատակարար կազմակերպությունների մասնակիցները փորձելու են պատրաստել երկուական տեսակի ապուր, աղցան, մսամթերքով ու ձկով ուտեստներ, կոմպոտ։ Հաղթող է ճանաչվելու այն ընկերությունը, որը 4 ժամում ավարտին կհասցնի առաջադրանքը։ Բայց ժամանակի մեջ տեղավորվելը մրցանակակիր դառնալու միակ նախապայմանը չէ։ Համտեսի մասնակի ջյուրին ուշադրություն է դարձնելու նաև մատակարարված սննդի տեսքին, համին ու հոտին։ Հավելյալ միավոր կվաստակի նաև այն թիմը, ով կապահովի չափաբաժինների ամբողջականությունն ու կհետևի մթերքի կտրտման ու եփման կանոններին։ Առաջ ճաշատեսակը բորշա, մսի պահածով, երկրորդը բրնձով ապուր կոլոլակով, տավարի մսով, երկրորդ ճաշատեսակը բրնձով գազարով փլավ, արիշտայի փլավ, մայրաքաղաքային աղցան, վինեգրետ, ձուկ լավաշի մեջ, լանգետ ֆրանսիական ձևով, կոմպոտ։ Այս պահին պատրաստվում ենք աղցանները, նախապատրաստական աշխատանքների մեջ ենք կտրտման, մաքրման եւ եփման։ Աղցաններից հետո պատրաստելու ենք ապուրները, առաջին ճաշատեսակը եւ երկրորդ ճաշատեսակը։ Պատրաստում եմ կոլոլակով ապուրին, կոլեգաս պատրաստում է բորշի համար սոխառածը, ապուրներով ենք այս պահին զբաղված։ Որից հետո անցնենք մսի մշակմանը, ձկան մշակմանը, տրամադրությունը մեր մոտ մարտական է, լավ տրամադրված եկել ենք, հույս ունենք հաղթանակը տանելու։ Աշխատում ենք, միշտ հասցրել ենք, պետք է որ հասցնենք, ամեն ինչը նորմալ պետք է կազմակերպենք անենք։ Հաջողությունն եմ մաղթում բոլորիս։ Խոհարարների մրցույթի համար նախատեսված ժամանակը սպառված է, սեղանները պատրաստ։ Ժյուրին անցնում է համտեսի, միաժամանակ հայտարարում միավորների մասին։ Գնդապետ Բունյաթյանը մեծ ուշադրություն է դարձնում հատկապես չափաբաժինների ամբողջականությանը, հիշեցնելով, որ զորամասային օղակում եւս բոլոր զինվորներին պետք է մատուցել հավասարաչափ սնունդ։ Կտությունը լավն է։ Մրցույթի հաջորդ օրը երրորդ փուլի ընթացքում թիմերը պատրաստում են հայկական ավանդական կերակրատեսակներ խորովածից մինչև ղափամա։ Այս ամենին շնարհվում է միայն մի նպատակով, որպեսզի մրցակցությունը բարձրացնենք մեր մատակարար կազմակերպությունների մոտ, թեպետ մաքսիմալ հնարավորինս կազմակերպում են լավ մատուցման ծառայությունը իրականացնել, սակայն նման մրցույթները մեզ օժանդակում են, որպեսզի մոտիվացնեն անձնակազմին մատակարար կազմակերպությունների եւ մրցակցության արդյունքում մենք բարելավում ենք սննդի ապահովման գործընթացների նորարարությունները։ Եզրափակիչ փուլի ընթացքում պատրաստված ճաշատեսակների համտեսին մասնակցեց Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանը։ Հենց նա էլ հայտարարեց հաղթող կազմակերպության անունն ու բոլոր մասնակիցներին տվեց խրախուսական նվերներ։ Թանկարժեք նվերներով ու պատվոգրերով խրախուսվեցին նաև թիկունքային ապահովման վարչության պարենային ծառայության սպաները։ Մրցույթի ավարտին կազմակերպվեց հյուրասիրություն, որին ներկա էր բանակի ղեկավար կազմը։ Փոխգործակցություն եւ փորձի փոխանակում։ Հենց սա էր բանակում սնունդ մատակարարող ընկերությունների խոհարարների միջև մրցույթի հիմնական նպատակը։ Չէ՞ որ ռազմաքաղաքական ղեկավարության համար թիկունքային ապահովման զարգացման ճանապարհներն ունեն գերական նշանակություն։ Տաթևիկ Աբրահամյան, Հայկ Չլինգարյան, Զինուշ։